Մերոնք GTM կայքի եթերում ես շարունակում եմ։ Մերոնք շարքը բարև ձեզ։ Ինչպես գիտեք, գտնվում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Երեք անակնկալ հերադային ստացա Հակոբ Բաշմակյան անուն ազգանունով մարդը, ով տարիքով էսպես ու սկսեց խոսել ու պատմել պատերազմի տարիներին, դրանից առաջ երկրաշարժի տարիներին իրենց հայրենիք կազմակերպության արած բարեգործությունների մասին։ Միտքս եկան Պետրոս Դուրյանի խոսքերը։ Հիշում եք, սկսում էր ջերմ համբյուրով մդեր չայրած, սա ցուրտ գլուխս դալկահեր, հանգչեցունել հողեբարձին, օհ, չի այդ չափ ցավից համար։ Հետո ավարտում էր հեկ մարդկության մեկ ոստ տնգոս հայրենիքն ունիմ թշվառ։ Չոքնած անոր մեռնիլան նշան, օհ, այդ է սոսկ ցավից համար։ Ահա պարոն Հակոբի համար ցավ է չոքնած հայրենիքին մեռնիլ աննշան։ Եվ խնդրեցի պարոն Հակոբին, այսօր հյուրընկալվել եմ իր տանը ու պիտի զրուցենք այդ մասին։ Պարոն Հակոբ, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ այն ինչի, այն ամբողջի համար, որ դուք արել եք, մեծ գործ եք արել։ Մենք շատ հաճախ չենք իմացել, որ հնարավորությունը Ամերիկայից ինչպես եկավ, ինչպես տեղ հասավ, ինչպես տնօրինեցին, ինչ ստացանք մենք, հետո վերջում դուք մենք բոլորս ազգովի դատարկ ենք նստել, ինչ որ իմաստով կորցրեցինք, այն ինչ չէր կարելի կորցնել։ Այ հիմա ուզում եմ ձեզ խնդրեմ, սկսենք այն բարեգործությունների շարքը, որի մասին երեք ասացիք, ասենք, պատերազմին ռացիաներ էր պետք, կամ ասեցիք քրքը հատուկ ինքնաթիռ տվեք, որ գաք ու հասնեք Հայաստան ու բերեք, եկեք խնդրում եմ պատմեք։ Նախ շնորհակալություն հարցազրույցի համար, ձեր հաղորդումները հաճախ ոչ միայն մեզ, ես, այլ մեր բոլոր շրջապատի ժողովուրդը հաճախ մերոնք ծրագիրը նայում են եւ շատ գոհ ենք, որ այդպեսի անձնավորություն կա, որ մեր ժողովրդին ներկայացնում է իրական պատկերը Հայաստանում եւ ընդհանրապես Սփյուռքում։ Այո, ուզում եմ այդ իրականը դուք ներկայացնեք, ինչ արեցիք։ Նախ ինչպես մենակ ես չեմ, ինչպես Սփյուռքում շատերը արեցին այդ գործը, ինչքան որ երկրի վիճակը վատ էր, պարտադիր էր, որ շատեր օգնեին, որովհետև միակ ձևը դա էր, որ կարողանանք օգտակար լինենք նոր ստեղծված իրավիճակում։ Երկրաշարժ էր, բնական է, որ կազմակերպեցին ես եւ իմ սանուկներս Կարոն եւ Միրանը, առաջին համերգը որոշեցին կազմակերպել, դրամ հավաք կազմակերպել եւ ամբողջ հասույթը ուղարկել Հայաստան։ Եվ այդ համերգին մասնակցեցին ամբողջ Լոս Անջելեսի երգիչները, արվեստագետները, Հարութից բռնած, բոլորը, ինչքան որ գիտեք, անխտիր մեծ համերգ հավաքվեց մոտ 25-30 հազար դոլար մի գիշերվա մեջ եւ այդ ժամանակ ինչ պետք է անեի ես մեկը չկար որ տայի այդ դրամը ասեի այդ ժամանակ medical outreach կազմակերպությունը կար Վարդգես եւ Մերի Նաջարյանները եւ ես միացա իրենց մտածեցի որ միակ մարդիկ են որ իրենք պատրաստական են եւ այդ գործը կատարում էին միացա իրենց եւ իրենց հետ միասին շարունակեցինք մեր աշխատանքները ամբողջ այդ հասույթը ապրանքներ գրեցինք եւ կարեւոր այն էր որ այդ ժամանակ Կիրկորյանը մեզ Հայաստան Սփյուռքին կոնտեյներներ էր ծրի տեղ տալիս եւ այդ գործի մեջ օգնում էր Հարութ Սասունյանը, չգիտեմ երևի տեղյակ եք, եւ նրա միջոցով կոնտեյներները մենք բարձում էինք եւ ուղարկում էինք Հայաստան եւ Արցախ։ Այնտեղ կար մեր ներկայացուցիչները Գուրգեն Մելիքյան, Զորի Բալայան, բայց հիմնական Գուրգեն Մելիքյանն էր ինքը այդ ամբողջ կազմակերպում եւ կոնտեյներով ապրանքները հասցնում էինք Հայաստան եւ Ղարաբաղը դեռ օմանականների ցերկներ այն ժամանակ գիտեք ռուս զորախմբերը դեռ այնտեղ էին բայց արդեն շարժումը սկսել էր եւ մենք օթանավով որոշեցինք յակ 40 օթանավով ամբողջ ապրանքը բարձեցինք բայց այնպիսի ապրանքներ կար որ անհնար էր օթանավով օրինակ տրակտոր էինք ուղարկել Bobcat կամ
խոհագործական գործիքներ, կոնտեյներները ինչ որ պետք էր անհրաժեշտ գյուղատնտեսական եւ տնտեսական դրել էինք կոնտեյների մեջ, բայց չկարողացանք ուղարկել, որովհետեւ սա դեր Լաչինի միջանցքը բաց էր այն ժամանակ եւ այնտեղ մենք իջանք այրոպորտ, յակ 40-ը շատ մեծ օդանավ չէր, 30 հոգյանոց էր, շատ մարդ չկար եւ մենք այդ ապրանքի մեջ գիտեինք, որ իջավ Ստեփանագանի օթակայանը Ղարաբաղի։ Այո, պիտի ստուգեն։ Հա, ռուսները պետք է Գուրգեն Մելիքյանը հիմա մի բաքս էր բերե հետը, զինվորները որ մտնում են ռուս զինվորները, ամեն մեկին մի հատ տուշոնկա էր տալի։ Այս կողմից մտան, այն կողմից իջան, չնայած ասեմ ձեզ, որ զենք բան չկար, որովհետև միայն կարևոր առ եւ այդ հրամանատարը ինձ տեսավ այդ գործիքներ ունեմ, ասի ես մի երկուսն էլ դու վերցու ուրախացավ, մի հատ էլ մեզ մոտոցիկլետ տրամադրեց, մինչև Ստեփանակերտ ամբողջ ապրանքը գրուզավիկով դարանք։ Այդպես էլ բաժանվեցինք, այդպես էլ վերադարձանք, նորից սկսեցինք շարունակել այդ։ Բերել եք այստեղից հատուկ ռացիաներ, չէ՞, հատուկ կապի միջոցներ։ Մենք գիտենք, որ պահանջ կա, ես որ գնացի առաջին երկրորդ անգամ, ինձ ասեցին, որ այդ ռացիաները շատ կարևոր է, այստեղ այդ գումարներով որ հավաքվել էինք, բավական ռացիաներ գրեցինք, բայց այստեղ մենք ասեցինք, որ սահման անցնել ամերիկյան, ասեցինք, որ դրանք տանում ենք շտաբ օգնության մեքենաների վրա, եթե ասեինք բանակի համարա, արգելված էր բարեգործական կազմակերպությունը այդպիսի բաներ ուղարկել եւ այդ ռացիաները մենք անցկացրինք բոլորը Ղարաբաղ հասցրինք եւ այդ ժամանակ հարգարժան մեր շատ իմ կողմից եւ շատերի կողմից սիրված Սամվել Բաբայանն էր հրամանատարը եւ նա անձամբ ինքը ստացավ եւ ամբողջը իրեն հանձնեցինք եւ ինքը բաժանեց։ Այսօրվա պես հիշում եմ մեր առաջնորդը Արցախի Պարքև Սրբազանը ասում էր այդ Բաշմակյանի բերած ռացիաները Շուշիի ազատագրմանը շատ մեծ գոտ արեցին, որովհետեւ ինչ որ է մենակի մեջ էր ամբողջ Լոս Անջելեսի հայություններ արել, ուղղակի ես կարողացա դա հասցնել այնտեղ։ Եվ այդպես այդ ռացիաներով ծանոթացանք Սամվելի հետ, շատ գործեր արել, որ Սամվել Բաբայանը, որ ես երբեք չեմ մոռանա դրանք։ Մենք դպրոց կառուցեցինք 2 հարկանի, ռմբագործել էին ամբողջ դպրոցը։ Գետնին էին Որտեղ եք դպրոցը կառուցել։ Կուսաբադ գյուղ, Մարտակերտի շրջանի Կուսաբադ գյուղ, եւ այդ գյուղը, որ այդ դպրոցը որոշեցինք վերակառուցել, եւ այդ ժամանակ ամբողջ գյուղի այդ դպրոցի ամբողջ մատերիալը ինչ որ կար, բանակը օգնեց։ Մենք այստեղ կոնտեյների մեջ դրինք, մեր ընկերներից որ ճարտարապետ է, ինքը գծագրեց այդ դպրոցը 2 հարկանի եւ ամբողջ պատուհանները ինչ որ կա պատրաստի ամեն ինչ կոնտեյների մեջ դրեցինք եւ ուղարկեցինք Արցախ։ Այդ ժամանակ դեռ կոնտեյներները կարողանում ենք տանենք, ինչ որ է։ Եվ այդ դպրոցը կառուցման ժամանակ ես այնտեղ էի, ես Սամվել Բաբայանին դիմեցի, ասեցի, որ աղդամը չէ, որ ահագին պանելներ կային, որ ինքը բան արեց, հատուկ բացրակրունկ ուղարկեց, զինվորական, եւ այնտեղից բերեցին երկրորդ հարկը շարեցին, դպրոցի բանակի օգնությամբ այդ դպրոցը մենք կառուցեցինք։ Մի մեծ միասնություն կար Արցախը շենացնելու։ Մենք հավատում էինք բոլորին, եւ այդ տելեթոնի դրամը, հիմա այնտեղ ես Զորի Բալայանն էր ինձ հետ էր, եւ Արցախի հեռուստատեսության Բեհիմի կարող եք չէ, ես էլ չեմ հիշում, բայց ինչ որ է։ Այդ դրամը ինչ արեց։ Այդ դրամը ես այստեղ միասին օթակայան գնացինք, որ իրավունք չունեմ ես մեծ գումարը չեմ ուզում ասեմ, բավական մեծ գումար էր, չուզեցի որ մենք
պետք է հայտնենք, որ այս գումարը տանում ենք, ինչ որ է արկել չեղավ, գումարը հասցրի քաշ կանխիկ, Ղարաբաղ գնացինք Զորի Բալանի հետ միասին, հավաքվեցին այնտեղ բանը մեր նախկին Քոչարյանին տվեցի։ Քոչարյանը, հանեցի սեղանի վրա դրեցի, առավ շնորհակալություն հայտնեց, մեջից մի հատ հարնոց հանեց, այսպես տայեց, ասում են մեջը սպիրալ կա։ Գրողի։ Անկեղծ եմ ասում, ասի երևի կա չենք, ու այդպես դրեցինք, վերջացավ, շնորհակալություն եւ այլն, մենք շարունակեցինք։ Պարոն Հակոբ, չտեսի պատմությունն է, ասում չտեսնի չտեսել։ Հիմի ուզում եմ այդքան տարապանքը, այս բոլորի երեսին նայելով փորձել եք դրամ հավաքել, պատասխանատու եք եղել ու հասցրել եք հայրենիք Հայաստան։ Հայաստանը բոլորիս տունն է։ Ըստ ձեզ ինչ է այնպես չարեցինք, որ այդ ամբողջը կուտ գնաց։ Ձեր անկեղծ կարծիքը։ Ինչ պետք է Ինչու այդպես եղավ, որ այդ ամբողջը կուտ գնաց։ Չգիտենք, մենք վստահում ենք, եթե երկրի ղեկավար ես, դու ամբողջ Հայաստանը քո մասին մտածում եւ ազատագրել ես, մտքով կանցներ, որ ղեկավարները կարող են այդ դրամը չարաշահել եւ մենք մինչև վերջին կոպեկը այնպես ենք արել, որպեսի նույնիսկ այստեղից որ գնում էինք մենք, որևէ մեկը մեր այդ հավաքած դրամով չէինք գնում։ Մենք որ միությունը հայտարարեցինք միության ստեղծումը, ասինք որ ովքեր որ կարող են գան օգնել մեզի Հայաստան ապրանք տանելը, բերելը, մենք պատրաստ ենք թող գան մեզի օգնեն։ Հենց որ իմացան որ քանի մարդիկ եկան, հենց որ իմացան որ մենք նույն մեր ծախսերով են գնալու, հյուրանոցները մենք ենք վճարելու ամբողջը, հաջորդ օրը չերևացին այդ մարդիկ։ Այ հիմա տեսեք, ասում եք։ Էս էլ մեր հայերը մեր այսպես կոչված։ Տեսակն է։ Այո, գիտեք։ Բայց տեսեք, հիմա ասում են մեղավորը, ասենք այսօրվա իշխանավորներ, որ կորցրեց։ Դուք եք այդպես մտածում, ինձ շատ հետաքրքիր է։ Ես չեմ ուզում կողմնակալ լինել։ Այսօրվա հիմիկվա իշխանավորները, ասեմ, այս հեղափոխությունը որ եղավ, թավշայ են կոչվում, ինչ են կոչվում, վստահեցինք եւ իսկապես շատ մեծ բան եղավ այս հեղափոխությունը, որ նրանք մեջտեղից վերացան եւ եկավ նոր մարդ, որը խոստացավ այս կանեմ, այն կանեմ, ասֆալտին կփռեմ, բոլորին բանտարկենք եւ այլն։ Անցավ տարիներ, այսօր վաղը տեսանք, որ այս հայր սխալ դուրս եկավ, չգիտեմ, իմ կարծիքս է դա, կարող է մարդիկ կան, որ ինձ մեղադրեն, ասեն, որ դու Փաշինյանին չես պաշտպանում։ Ես շատ լավ առաջիններից մենք էինք, որ շնորհավորեցինք Փաշինյանին։ Եվ վերջում այն մարդիկ, որ բանտ պիտի նստեին, այսօր խորհրդարանում են։ Ախր էդի ինչպես կլինի այդ։ Չգիտեմ։ Հիմա Ոչ միայն ինքը իր զավակն էլ է խորհրդարանում, որ իր կինը գլեդելում երեխա է ունենում։ Այն մարդը, որ Ղարաբաղում պետք է իր երեխան տաներ ծնվեր, որ ասե Ղարաբաղցի է։ Իսկ այստեղ է ծնվել։ Այն մարդով Հայաստանի երկու բյուջեի չափ փող ունի։ Նախագահ աշխատած տարին։ Իհարկե փող ունի, որովհետև այրուց որսալու համար քանի 100,000-ներ պետք է տաս, որ Աֆրիկայում այրուց որսաս։ Ինչ որ է։ Նիկոլից դժգոհ ենք այդ իմաստով, մենք էլ ենք դժգոհ։ Բայց Արցախի կորուստը կոնկրետ ըստ ձեզ իմ կարծիքս է, միգուցե սխալվեմ, ես կարծում եմ Նիկոլը չէր պատճառը։ Արդեն դրանք այն ժամանակ հանձնեցին Նիկոլին, որ արդեն էլ ճար չկար։ Իմ կարծիքս է, միգուցե սխալվում եմ, բայց Նիկոլը ինքը չհանձնեց Արցախը, որովհետև արդեն պիտի հանձնեին, նախորոք պայմանավորվել էին, հողերը հանձնեն, միջանցքը հանձնեն, Ղարաբաղը մեզ տան, միջանցքը իրենց տան, այդպես խոսակցություններ, ես քաղաքագետ չեմ։ Քոչարյանն ու Սերժիկը այդ ամբողջն արել էին արդեն։ Արդեն արել, հասունացրել էին, մեղքը գցեցին Խեչ Հարիֆի վրա։ Չգիտեմ, գուցե սխալվում եմ, ինքն էլ է մեղա, բայց
չգիտեմ, իր մեղավորությունը ես կարծում եմ իր թուլությունն է, որ չկարողացավ մինչև վերջ շարունակել իր բռնած գործը։ Պարոն Հակոբ, այսպես ամփոփելու որ անենք, ո՞նց եք տեսնում մեր երկրի ապագան, Հայաստանի, որ բոլորիս երկիրն է։ Այս այստեղ եմ հանդիպում եմ մարդկանց, լինում եմ խնջույքներում, այնպես չի որ շատ ենք տարբերվում, բայց ցավոք սրտի վատ իմաստով։ Երգում ենք պարում, ասենք Սուլուխեն ստացանք լուրերը հավոր, հայոց արտիվն ընկավ կռվում վիրավոր, այդ երգի տակ մենք պարում ենք Սուլուխենը ստացանք, կարծես թե բանա, շանջուտ են սպանել, բայց Գևորգ Չաուշի մահվան երգն է։ Նույնը այստեղ, նույնը այնտեղ, Հայաստանում, հավատացեք ինձ։ Մի քիչ, չգիտեմ, ավելի կամ պակաս հայեր են։ Դրան ոչ գիտակից կյանքը դուք դարձրել եք նվիրում։ Ես պատահական չհիշեցի։ Ես հուսում եմ, որ լավ լինի, չգիտեմ, կարծում եմ, որ լավ կլինի։ Վերջապես նոր սերունդը լսում եմ ինչքան, որովհետև ես ամեն տարի 35 տարի գնացել եմ։ Երևանը իմ ջրի ճամփան ա եղել, բայց այս քանի տարի իմ ոտքերի պատճառով, իմ վիճակի պատճառով չեմ կարողանում գնամ։ Բայց ես հույս ունեմ, որ նոր սերունդը, նոր երիտասարդները ավելի ճիշտ են մտածում, ավելի մի քիչ էլ, չգիտեմ, ինչ կա, նոր սերունդին պետքա փոքրուց մանկապարտեզից վարժացնել, թե ինչ անել, որ նույնը չլինի, ինչ որ իր հայրն է, ես գիտեմ մարդիկ, որ եկել են Հայաստանից, այնքան ցածր մակարդակի, խոժան, ինչ ասես անում են, այստեղ մեծացան, ընտանիք կազմեցին, երեխա ունեցան, այդ տղաներին հանդիպում եմ, կարծես նոր են եկել այնտեղից։ Նույն ձևի ինչ որ հայրն է, ինքն էլ նույնն է։ Հա, դե բա այդպես է, ով իջուտի էնել։ Ուզում եմ ասեմ, չգիտեմ ինչպես ասեմ։ Մի բան պետք է լինի, որ մեր երկիրը կարգավորվի հունի մեջ ընկնի։ Պարոն Հակոբ, Հակոբ, ուզում եմ ձեզ առողջություն մաղթել։ Ձեզ եւ ձեր տիկնոջը։ Գիտեք, առողջությունը ճշմարիտ մարդուն պետք է, որ շարունակի իր ճշմարիտ ճանապարհը, իր հայրենանվեր ճանապարհը, որ դուք արել եք ձեր տիկնոջ հետ։ Ես բացեցի միտեղ ձեր եւ ձեր տիկնոջ ջանքերով նաեւ Սիսիանում հիվանդանոցի ասեմ ձեզ, իմ 80-ամյակս եղավ։ Ահա։ 80-ամյակից ես բոլորին հայտարարել էի, որ հանկարծ ինձ նվեր չբերեք, եթե նվեր եք բերելու, հայրենիք միությանը նվիրեք, որպեսզի մի ծրագիր իրավ, եւ այդպես հավաքվեց գումար։ Մի բան էլ ասեմ, որ ասեք, համեցեք։ Մեր կազմակերպությունը փորձահայեր են մեզ հիմնականում զորակցում։ Նրանց միջոցով մենք կարողանում ենք, որովհետև նրանք ուրիշ ձևով են մոտենում մեր կազմակերպությանը, մեր կառուցվածքին։ Օրինակ, մի հատ թաղում կար վերջերս, լավ անձնավորություն էր, եւ այդ մարդը հարգված մարդ էր։ Թաղմանը ես գնացի, խորանի մոտից մինչև մուտքը ամբողջությամբ ծաղկեպսակներ էին։ Եվ այդ ամբողջ ծաղկեպսակները այնտեղ պետք է ոչնչացնեին։ Պոլսա է մեր կազմակերպությունը մինչև այսօր որևէ մի հատ տատիկ կամ պապիկ մահանում են կամ որևէ մեկը որ մահանում են, պոլսայերը երբեք միայն ընտանիքի անդամներն են ծաղիկ։ Բոլորը իրենց գումարներով ամեն մի մահացող պապիկ տատիկից հետո հավաքում է 7000, 8000, նույնիսկ հավաքվել է կհավատակ 40000 դոլար դրամ հավաքվել։ Եվ այդ գումարները մենք ծախսում ենք մինչև վերջի կոպեկը, մինչև վերջի փենին, մի հատ մանկապարտեզ ենք վերանորոգում Երևանում կամ Ղարաբաղում, գնաց Ղարաբաղ, կամ բուժ կենտրոն, կամ համայնքային կենտրոն։ Մինչ օրս շարունակվում է։ Եվ մինչև օրս էլ շարունակվում է եւ գրեթե ամեն ամիս, ամեն մի 4-5 հատ ծրագրեր ունենք, մենք հիմա որ կատարվում է եւ այդ գումարով շենքը կառուցելուց հետո այդ մահացողի
ազգանունը անունը դնում ենք վրեն եւ այդ ընտանիքի անդամները, որ Հայաստան չեն գնացել երբեմն, այդ պատճառով գնում են տեսնում են իրենց հարազատի ծաղկեպսակի փոխարեն ինչեր են կառուցվել։ Բարի պարոն Հակոբ, փառք ու պատիվ փորձահայերին, ձեր ընկերներին, այդ գործը անող մարդկանց Հայաստանը կա ու լինելու է։ Անշուշտ լինելու է։ Գործն էլ հավատացեք չի մոռացվելու։ Այսօրվա մեր զրույցը նաև դրա առավելության է։ Ես շատ շնորհակալ եմ երախտապարտ ձեր հեռաձայնի համար եւ որ այսօր այս հնարավորությունը տվեցիք մարդիկ լսեն ու տեսնեն ձեզ։ Այսպես, սիրելի ունկնդիրներ, Աստված պահի Հայաստանը, Աստված ուշ տա բոլոր բարի մարդկանց։ Մենք կհանդիպենք։